գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկան, ինչ հարցով պետք է լի, ես է կոքնեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այ հեստա, այստեղ ա եղե։ Ящик ո՞րն է։ Էս։ Հա, հետո իրար դանգել են։ Ասպա ծննդատան առաջվա տնօրենն է։ Մոտավորապես ժամը քանիսին էր եղել։ Ես եկա ժամը 1-ին արդեն տարել էի։ Հա, 12:30-ի կողմեր է, էլի։ Մայիսի 23-ն է։ Այսօր ժամը 12:30-ի 12:50-ի սահմաններում, ահա, այս հատվածում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի հարևանությամբ 4-րդ միկրո, այդպես են ասում, ահա այս հատվածում մի խումբ անձանց միջև տեղի ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկ հոգի դանակահարվել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նրա վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ընկերը իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, բժիշկներին իմ տեղեկություններով Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է վիրավորի կյանքը փրկել, բայց նա մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։ Ահա այս հատվածում տեղի ունեցել այդ վիճաբանությունը, մինչ այդ ըստ օպերատիվ տեղեկությունների վերևում ինչ-որ ճաշկերույթի են մասնակցել, ոնց որ մեկը նշում էր, մի քաղաքացի նշում էր, ով հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, ասում է կերուխում են արել, եկել են այստեղ վիճաբանել, ապա դանակահարվել է։ Դանակահարվածը իմ տեղեկություններով Նորայր Միքայելյանն է, ով Աբովյանի նախկին ծննդատան տնօրենն է։ Դեպքի փաստով արդեն Աբովյանի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին։ Ինչա։ Ո՞վ է սա Մայրան հետքերը։ Ողջույն, ողջույն։ Դուք լավ ելնեք։ Չէ։
Հա։ Մայիսի 23-ն է, գտնվում ենք Աբովյան քաղաքի հիվանդանոցի բակում, նշված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով է դանակի մի քանի հարվածներ ստացած վիրավորը տեղափոխվել այս հիվանդանոց, իմ տեղեկություններով բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, իսկ վիրավորը հաստատվավ իմ տեղեկությունները, որ Աբովյան ծննդատան նախկին տնօրեն Նորայր Միքայելյանն է, արդեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իմ տեղեկություններով քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի հետ պարզել են դեպքի հանգամանքները, ճշտել են անգամ դանակահարողի ինքնությունը եւ այս պահին ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ դեպքի ամբողջական պատկերը պարզելու, մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև դանակահարողի ինքնությունն ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի վրա հետևի այս հատվածում դռան վրա կան առնանման հետքեր, ինչը ապացուցում է, որ հենց նշված ավտոմեքենայով է ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն։ Հենա նստարանին էլ կա առնանման հետքեր, ավտոյի վրա էլ կա առնանման հետքեր,